Բարեկամներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեր հաղորդումները դիտում եք, շատ շնորհակալ եմ, որ արձագանքում եք։ Բարեկամներ, ձեր բոլոր առաջարկները եւ խորհուրդները մեզ օգնում են։ Շարունակեք այդպես մասնակից լինել մեր հաղորդումների։ Եվ մենք մեծ սիրով շարունակում ենք այն շարքը, որ կոչել ենք Մարգագետնից Խոհանոց։ Եվ այսպես, հարգելի հեռուստադիտողներ, պատրաստվելիք ուտեստը կոչվում է սառնապուր եւ ունի շատ պարզ բաղադրություն։ Օգտագործելու ենք բազուկի ճաղ, օգտագործելու ենք դաղց կամ նանա, այս փոքր, սիսեր, բրինձ եւ վերջում ավելացնելու ենք մածուն, առանց յուղի, առանց սոխառածի։ Շատ հեշտ եւ շատ հասկանալի պատրաստվող ուտեստ է։ Կիսախաշ սիսերը և բրինձը միասին խաշում ենք։ Ես ջրին մի քիչ պիտի ավելացնենք աղ։ Հեշտ պատրաստվող, շատ հասարակ, այսպես սովորական, ընկալելի ուտեստ է, բայց ուտեստի հասարակ լինելը բարեկամներ, դա նրա արժեքն է, լավ մի մեծագույն խոհարար, ինչպես նշել է 20-րդ դարի մեծագույն խոհարար Պոլ Բոքյուզը, ուտեստը որքան պարզ, այնքան արժեքավոր։ Այնպես որ, երբ որ ասում ենք պարզ, երբ որ ասում ենք հասարակ, սա ուտեստի արժեքը չի նվազեցնում։ Օգտագործելու ենք նաև բազուկի ճաղ, ձեռքով կտրատենք։ Նորից հիշեցնեմ, որ ուտեստը սառնապուր է, սառն ենք օգտագործելու։ Հենց այդպես։ Մեզ մնում է սպասել 3-4 րոպե մինչ բրինձը կպատրաստվի, այնուհետև կավելացնենք այլ մեր այս բաղադրությունը, բազուկի ճաղը և դաղցը, վրան ավելացնելու ենք մածուն, հարած մածուն ուղղակի սառը և մատուցելու ենք։ Շատ պարզ և շատ արագ պատրաստվող ուտեստ, բայց ուտեստը արժեքավոր է իր օգտակարության, բարեկամներ, հիշեք։ Կհանդիպենք 4 րոպե հետո։ Բարեկամներ, պատրաստ է արդեն համարյա և մեզ մնում է հիմա ավելացնել բազուկի ճաղը, խառնենք այսպես, համ մի հատ վերցնենք, լավ է, մեզ մնում է մածունից հիմա, մածունը պիտի հարենք, բայց մի քիչ համեմ ենք մածունը, թարխուն, հիմա կասեք ամեն ինչի մեջ սխտոր, բայց հավատացեք, որ այս ուտեստները առանց սխտորի իրենց ամբողջ շուքով, համով և հոտով չեն ներկայանա մեզ։ Մածունը հարենք, որ այդ գնդիկները լրիվ բացվի, որովհետև այսպես հենց տաք լցնելու ենք ուտեստի վրա, ուտեստը տաք, մածունը սառը իհարկե, և վերցնելու ենք։ Չմոռանանք, որ ուտեստը սառնապուր է, սառնապուր։ Շատ հետաքրքիր ուտեստ է, չէ՞։ Վերջ։ Դուք գիտեք, որ մենք բազմիցս նշել ենք հատկապես այս վայրի ուտելի բույսերը
թե կլինի սպանաղ, թե բազուկի ճաղը, շատ եփել չի կարելի բարեկամներ, գույնը այսպես վառ ժամանակ արդեն ինքը պատրաստ է։ Կվերցնենք կրակից, մածունը կավելացնենք խառնելով, եւ վերջ, սառնապուրը պատրաստ է բարեկամներ։ Ինչպես միշտ լցնելու ընթացքում նորից հիշենք ինչ արեցինք։ Եփեցինք միասին սիսերն ու բրինձը, հետո ավելացրինք բազուկի ճաղը, մինչ բազուկի ճաղը կեփվեր, մածունը հարեցինք, ավելացրինք սխտոր եւ թարխուն եւ ապուրի պատրաստ լինելուց հետո հենց սառը վիճակում մածունը ավելացրինք ապուրին։ Նորից հիշեցնեմ, սառնապուր բարեկամներ, ահա այս տեսքով մեզ ներկայացավ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Մենք սիրով պատրաստեցինք միասին ձեր համար սառնապուր։ Ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին եւ ձեր սեղաններին միշտ լինեն ազգային ավանդական ուտեստներ։ Այդ ուտեստները թող նպաստեն ձեր առողջությանը եւ հաջողություններին։ Լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Սառնապուր, բազուկի ճավ 200 գրամ, դաղց 5-6 ճյուղ, սիսեր 100 գրամ, բրինձ 100 գրամ, մածուն 100 մգ, թարխուն, սխտոր 1 բջեղ, աղ, պղպեղ, բարեախորժակ։